Դա իմ ընտրությունն է, պատասխանել ձեր հարցին, թե ոչ, որը վերաբերելի չի իմ մասնագիտական գործունեությանը, շնորհակալություն։ Արտիկի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի տղայի հետ կապված այդ միջադեպը, որ տեղի ունեցավ, դուք դրանից ինչ հետևություններ արեցիք, արդյոք պետի տեղակալի գոնե ժամանակավոր լիազորությունները կասեցնելու անհրաժեշտություն չկար։ Նայեք, մենք ցանկացած գործողություն, որ իրականացնում ենք, պետք է այդ գործողությունը բխի օրենքից։ Օրենքում համապատասխան օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կատարած կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Սրա հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումը, որը որ ցանկանում եմ հնչեցնել միանշանակ, մենք ինչ-որ արդեն նշեցիք քրեակատարողական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ։ Եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, մենք ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ եւ պահանջ ներկայացնենք մի րոպե, եւ պահանջ ներկայացնենք այդ անձանց այս կամ այն աշխատանքից ազատելու, որը կարծում եմ, որ Չէ, անպատժելիության ոչ, որովհետև նայեք, հիմա ես նաև իմ փորձով ձեր հետ կիսվեմ